Սիրելի ժողովուրդ, եղբայրներ, քույրեր, Աստծուն փառք իր անսահման սիրո համար, Աստծուն փառք իր ողորմությունների համար, Աստծուն փառք, որ մեզ գտել է եւ իր սիրով իր հասարությամբ մեզ իրան է քաշել, վերստին ծնել է, Սուրբ Հոգով մկրտել է եւ մենք իր զավակներն ենք, իր շարակներն ենք։ Ուզում եի շատ կարևոր հարցի մասին խոսել։ Դա շատ մարդկանց է հուզում։ Մտածում են, ինչի համար են ծնվել, ինչի համար պետք է ապրեն։ Աստծո հավիտենական նպատակը որն է։ Աստծո հավիտենական նպատակը։ Ինքը Պողոս առաքյալը այդ հայտնությունը ուներ եւ Էփեսացիս թղթի առաջի գլխի 3-րդ խոսքից հասկացում է առաքյալը ինչ ասում. Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնությունով երկնավոր բաներում է Քրիստոսով։ Այստեղ ուշադիր լինենք, առաքյալը ոչ թե ասում է օրհնելու է, այլ օրհնեց, արդեն օրհնեց։ Երկրորդը, ինչպես որ ընտրեց մեզ նրանով, ինչպես որ ընտրեց մեզ Հիսուս Քրիստոսով աշխարհի ստեղծելուց առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք իր առաջին սիրով։ Այստեղ Պողոս առաքյալը ասում է, որ աշխարհի ստեղծելուց առաջ Աստված մեզ ընտրել է, որպեսզի մենք Հիսուս Քրիստոսով Աստծունը լինենք, սուրբ եւ անարատ լինենք, եւ 5-րդ խոսքը մեզ առաջուց սահմանելով, որ իրան որդեգիր լինենք Հիսուս Քրիստոսի ձեռքով իր կամքի հաճության պես։ Առաջուց սահմանելով, որ իրան որդեգիր լինենք, եւ դրա համարոտ այսպես կարելի ասել սիրելիներ, Աստծո հավիտենական նպատակն էր ունենալ մեծ ընտանիք, շատ զավակներով, որոնք իր որդուն Հիսուս Քրիստոսին են կերպարնակից։ Աստծո հավիտենական նպատակը դա եղել։ Աշխարհի արարումից առաջ, հավիտեններից առաջ Աստված ուներ այդ ծրագիրը, որ Հիսուս Քրիստոսով մենք լինենք իր զավակները, իր ընտանիքի անդամները։ Եվ այս մասին սիրելիներ Սուրբ Գրքում նորից կարդում ենք Եբրայեցիս թղթի 2-րդ գլխի 9-րդ խոսքից։ Բայց հրեշտակներից մի քիչ ցածացած տեսնում ենք Հիսուսին մայի չարչարանքի համար, փառքով ու պատվով պսակված, որ Աստծո շնորհքով ամենի համար մաճաշակի։ Սա մնում էր Աստծո հավիտենական ծրագրի մեջ։ Հիսուսը Աստծո շնորհքով ամեն մեկի համար, ինձ ու քո համար մաճ պետք է ճաշակեր, որպեսզի մենք իրանով Աստծու մոտենանք, որտեղ վայելում էր նրան, որի համար է ամեն բան եւ որով ամեն բան, որ շատ որդիկ փառքի մեջ տանելիս նրանց փրկության առաջնորդը չարչարանքով կատարում։ Այստեղ սիրելիներ, այո, Աստծո ծրագրի մեջ դա էր։ Տեր Հիսուսը Աստծո շնորհքով մեր ամենքի համար մաճ աշակեց, որպեսզի մեզ մտցնի Աստծո փառքի մեջ, որպեսզի մենք լինենք Աստծո զավակներ, Աստծո ժառանգներ։ Եվ դրա համար, սիրելիներ, Հիսուսը աշխարհ եկավ, խաչվեց մեր համար, որպես մեղավորներ պետք է մեռնեինք, կորեինք եւ մեր բաժինը պետք է ներկրագի ու ծծմպել լիճը։ Տեր Հիսուսը ամեն մեկիս համար մաճ աշակեց։ Դուժ եւ պատիժը, որ մենք պետք է կրեինք, ինքը մեր փոխարեն կրեց։ Մեզ Ադամից եկած հին մարդով, հին բնությամբ, մեղքերով, հանցանքներով, պղծություններով, այդ բոլորը Հիսուսը ազնեց խաչին, մահին, գերեզմանին։ Եվ դրա համար ճիշտ է ասելը, որ մեր հին կյանքի ավարտը, Ադամից եկած հին կյանքի ավարտը Տեր Հիսուսի մահն է։ Տերը հարություն արավ եւ իր հարությամբ մեզ հարություն տվեց, մեզ մտցրեց Աստծո փառքի մեջ, որպես Աստծո զավակներ։ Եվ Պողոս առաքյալը գրում է հետևյալը. Տիմոթեոսին ուղղված 2-րդ թղթի
առաջի գլխից։ Այնտեղ ասում է 6-րդ խոսքից. այդ պատճառով մի տեն բերում, որ արծարծես Աստծո այն շնորհքը, որ քեզանում եմ ձեռքերը քեզ վրա դնելով։ Պողոս ասում է Տիմոթեոսին, որ օգտագործես այն շնորհքը, որ քո վրա է, երբ որ ես իմ ձեռքերը քո վրա եմ դրել, որովհետև Աստված չտվավ մեզ երջանկության հոգի, այլ զորության եւ սիրո եւ զգացության։ Աստծո զավակը երջոտ չպետք է լինի, աղքոտ չի։ Եթե Աստված իր հետ է, Աստված իր կողմն է, ինչից վախենա։ Սատանան իր ամբողջ զորքով վախենում է, սարսափում է Հիսուսից եւ նման ձևով սարսափում է նաեւ Աստծո զավակներից։ Ուրեմն ամոթ մի համարիր մեր Տիրոջ վկայությունը եւ ոչ էլ ինձ, որ նրա կապվածն եմ, այլ միասին չարչարվիր ավետարանի համեմատ Աստծո զորության համար, որ փրկես քեզ եւ սուրբ կոչումով կանչես, ոչ թե մեր գործերի համար, այլ իր հարաճադրության, այսինքն նախասահմանության եւ իր շնորհքի համար, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսում հավիտենական դարերից առաջ։ Եվ հիմա հայտնվեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս երևալով, որ խապանեց մահը եւ լույսի մեջ բերավ կյանքն ու անմահությունը ավետարանի միջոցով։ Այստեղ պարզ առաքյալը ասում է, որ Աստված մեր փրկությունը սահմանել էր, նախասահմանել էր հավիտենական դարերից առաջ։ Հավիտենական դարերից առաջ, աշխարհի արարումից առաջ Աստված նախասահմանել էր, որոշել էր, որ Հիսուս Քրիստոս պետք է աշխարհ գա, պետք է մորթվի մեր համար եւ իր խաչի գործով մենք Աստծուն պետք է մոտենանք։ Եվ սրա համար Հռոմայացիս 8:28-ից Պողոս առաքյալը գրում է. բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարի նրանց, որ նախասահմանելով կանչված են, որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարնակիցնելու, որ նա անձանիկ լինի շատ եղբայրների մեջ։ Այ Աստծո հավիտենական նպատակը, Աստծո հավիտենական ծրագիրը սա էր, սիրելիներ, որպեսզի մենք կերպարնակից լինենք Աստծո որդուն։ Դա էր։ Եվ այդ ծրագրի իրագործման մեջ կար ժամանակը, սահմանված ժամանակը, թե երբ պետք է արվեր։ Եվ Աստված իր հավիտենական ծրագիրը, այդպես ասած, ակնարկում էր 5 տակարանում։ 5 տակարանում, օրինակ, Գիրք Ծննդոցի 3:15-ում լսում ենք, Աստված երբ որ խոսեց օձի հետ, ասեց, որ նրա սերունդը, այսինքն Եվայի սերունդը, ուրեմն նա, որ պետք է ծնվեր կնոջից Մարիամից Սուրբ Հոգու զորությամբ, պետք է օձի գլուխը ջախջախեր։ Նրա սերունդը, նա քո գլուխը պետք է ջախջախի եւ դու խայթես նրա կարշապարը։ Աստված իր ծրագիրը Աբրահամին էր բացում, որ քո սերնդով երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն, եւ Պողոս առաքյալը մեկնում է, որ այստեղ Աստծո խոսքը ոչ թե վերաբերում է շատ զավակների, այլ մեկին, եւ այդ մեկը Հիսուս Քրիստոսն է։ Աստված Մովսեսի միջոցով ասեց. Աստված ձեր եղբայրների միջից իմ նման մի մարգարե պետք է անի։ Իրան լսեք, եթե մեկը իրան չլսի, նա պետք է մեռնի։ Եվ Պետրոս առաքյալը իր առաջի թղթի մեջ խոսում է այդ մասին, որ այո, Աստված իր ծառաների, իր մարգարեների միջոցով խոսում էր, եւ դա մեզ էր վերաբերվում։ Պետրոս առաքյալի առաջի թղթի առաջի գլխի 10-ից, որ այն փրկության համար, որ ունեցին եւ քննեցին մարգարեները, որ մարգարանում էին այն շնորհքի համար, որ լինելու էր ձեզանում, քննելով, թե որ ինչպիսի ժամանակի համար էր իմացնում Քրիստոսի հոգին, որ նրանցում էր, առաջուց վկայելով Քրիստոսի չարչարանքները եւ նրանից հետո լինելու փառքը։ Մարգարեների միջոցով Աստված խոսում էր, թե Եսայի մարգարեության 53 գլուխը կարելի ասել ավետարանն է, որտեղ խոսում էր այն մասին, թե Աստված ինչ պետք է անի Քրիստոսով, որոնց հայտնվեց, այսինքն մարգարեներին հայտնվեց, որ ոչ թե իրանց անձերին, այլ մեզ էին մատակարարում այն բաները, որ հիմա ձեզ բանվեց նրանց ձեռքով,
որ ավելանեցին ձեզ Սուրբ Հոգով, որ երկնքից ուղարկվեց, որի մեջ հրեշտակները ցանկանում են տեսնելով թափանցել։ Այն օրհնությունը, որ Աստված պատրաստել էր իր զավակների համար, հրեշտակների համար, դա շատ փափագել էր, բայց հրեշտակները չեն կարող էր վայելել։ Աստծո խոսքում սիրելիներ, մենք տեսնում ենք, որ մեծագույն օրհնությունը ամենամեծ բանը սա է, որ մարդը վերստին ծնվում է Աստծո զավակ է, ամենամեծ օրհնությունը դա է։ Հովհաննեսի ավետարանի առաջի գլխի 11-12 խոսքերում ասում է իրեններին եկավ, բայց իրենները իրան չընդունեցին, իսկ ովքեր ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդի կոչվելու, որոնք ոչ մարմնից, ոչ արյունից, ոչ մարդու կամքից, այլ Աստվածանից ծնվեցին։ Մեծագույն օրհնությունը սա է, Աստծո զավակ լինելը։ Դրա համար Հովհաննես առաքյալը ասում է, ահա տեսեք Հայրը ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ մենք Աստծո զավակներ ենք կոչվում։ Սրա համար աշխարհը մեզ չի ճանաչում, ինչպես նա չճանաչեց։ Աստծո զավակ, Աստծո ժառանգ, սա մեծ օրհնություն է սիրելիներ։ Եվ սրա համար Հռոմայացիս թղթի 8-րդ գլխում լսում ենք Պողոս առաքյալը խոսում է մասին, հաստատում է, որ մենք դինելով Աստծո զավակներ, Աստծո ժառանգներ ենք։ 8:15-ից, որովհետև դուք ծառայության հոգին չարաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին արաք, որով աղաղակում ենք Աբա Հայր, նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիկ ենք, եւ եթե որդիկ, ապա ժառանգներ, Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե նրա չարչարքներին կծորտենք, փառքին էլ մասնակից կլինենք։ Եվ եթե որդիկ, ապա ժառանգներ, Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ։ Հիշենք, սիրելիներ, 5 դագարանում այդ մասին գրված է, երբ որ Իսրայելի որդները պետք է մնային խոստացված երկիրը, Մովսեսի ձեռքով իրանց ասվեց, որ ամեն ցեղին տրվի իր բաժինը, բայց Ղևի ցեղին ոչ մի բան չտրվի ինչի համար, որտեղ Ղևի բաժինը, Ղևի ժառանգությունը Եհովան էր։ Ղևի ժառանգությունը Եհովան էր։ Այսինքն ինչ է նշանակում սա սիրելիներ, որ Աստված իր ամբողջ էությամբ, իր ամբողջ հարստությամբ իրանց էր պատկանում։ Եվ Եսայի մարգարեության մեջ էլ 53 գլխի համար 11-ից լսում ենք, այնտեղ ասում է իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնեվ կշտանա։ Սա վերաբերում է Տեր Հիսուսին եւ իր անձի աշխատության պտուղը մենք ենք։ Իր գիտությամբ կամ իրեն ճանաչելու միջոցով պիտի արտարացնել իմ արտարծարան շատերին, որտեղ նրանց անօրենությունը կգրեց։ Նրա համար նրան, ասին Հիսուս Քրիստոսին, բաժին պիտի տամ շատերի հետ։ Բաժին պիտի տամ շատերի հետ, շատերը ովքեր են։ Գուցե մեկ ասի հրեշտակներն են, հրեշտակները չէ։ Աստծո զավակներն են։ Վերստին ծնված Աստծո զավակներն են, որոնք հավիտյան Աստծո հետ են ներու։ Պողոս առաքյալը ասում էր, եւ եթե զավակներ, ուրեմն ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ։ Նրա համար նրան բաժին պիտի տամ շատերի հետ, մեր հետ, եւ նա հզորների հետ ավարտ պիտի բաժանի։ Հզորները մենք ենք։ Աստծո զավակները գնված, լվացված, մաքրված Հիսուս Քրիստոսի արամ, նրա փոխարեն, որ իրանց մատնեց մահվան եւ հանցավորների հետ հաշվեցավ եւ նա շատերի մեղքը վերարավ եւ հանցավորների համար միջնորդեց։ Աստծուն փառք։ Նաեւ սիրելիներ, որոշված էր ժամանակը։ Աստված ուներ իր ծրագիրը, իր նպատակը եւ սահմանված էր ժամանակը։ Չասենք մենք մեր բլոկնոտների մեջ նշում ենք մեր հանդիպումների ժամանակը, այսինչ ամսվա, այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ տեղը, այսինչ ժամին, այսինչ գործը պետք է անել եւ այլն։ Նմանապես, սիրելիներ, Աստված ուներ իր ժամանակների ցուցակը, իր ժամանակների տնտեսությունը եւ այդ մասին Պողոս առաքյալը Եփեսացիներին գրում է, ուներ այդ ժամանակները ու երբ որ ժամանակ եկավ, սահմանված ժամանակը, Աստված ուղարկեց իր որդուն։ Եփեսացիս 1-ին ցույց տալով մեզ իր կամքի խորհուրդը իր հաճության պես, որ առաջուց դրավ իրանում,
ժամանակների լրության տնտեսության համար, որ ամեն բան բովանդակվի Քրիստոսում, ինչ որ երկնքում է, ինչ որ երկրում է։ Եվ Պողոս Հատալը ասում է Գաղատացիներին 4:4-ում, բայց երբ որ ժամանակի լրում եկավ, այսինքն այն ժամանակը, որ Աստված սահմանել էր, որ աշխարհը գա Քրիստոսը, Աստված ուղարկեց իր որդուն կնգանից ծնված եւ օրենքի ներքև եղած, որ օրենքի տակ լինողներին փրկե, որ որդեգրություն ընդունենք եւ որովհետեւ դուք որդիկ եք, Աստված իր որդուքին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որ աղաղակում է Աբա հայր, ուրեմն այլևս ծառաչես, այլ որդի եւ եթե որդի Աստծո ժառանգ էր Քրիստոսով։ Սիրելիներ, սա ինչ մեծ օրհնություն է, ինչ մեծ հրաշալիություն է, Աստծո զավակ, Աստծո ժառանգ, հավիտյան Աստծո հետ։ Եվ սրանում սիրելիներ, մենք լավ պետք է իմանանք, որ մենք մաս ու բաժին չունենք, սա Աստծո շնորհքն է, սա Աստծո սերն է, սա Աստծո ողորմությունն է։ Երբ որ Մովսեսը Իսրայելի որդներին առաջնորդում էր խոստացած երկիրը, զգուշացվեց ժողովրդին, որ երբ որ այդ երկիրը մտնեք, հանկարծ չլինի, որ ասեք, մենք մեր ուժով, մեր զորությամբ այս երկիրը վերցրինք, մենք ուրիշներից առավել ենք, ոչ։ Աստված ձեզ սիրելու համար եւ ձեր հայրերին տված խոստում անելու համար այդ երկիրը բերեց, թեև դուք մի խստապարանոց ժողովուրդ եք։ Եվ նաեւ էլ ասեմ, վստահ եք սիրելիներ, այն որ դուք Աստծո խոսքը լսել եք, ապաշխարել եք, Աստծուն եք եկել, այդ ամեն դրվագները եղել է Աստծո որոշումով, Աստծո սահմանումով։ Այն որ հանդիպում է եղել, այն որ ասենք ինչ-որ մի դեպք է եղել, որ արիտ եղել, Աստծո մասին լսելու, այդտեղ ոչ մի պատահական բան չի եղել։ Այ ես վերջերս շարունակ հիշում եմ իմ կյանքից, հիշում եմ իմ դարձը, իմ ապաշխարությունը եւ աղոթներում միշտ հիշում եմ։ Աղոթներում ես ասում եմ, Տեր, ես հիշում եմ 1968 թվականի մարտի 5-ը, երբ որ դու ինձ այցելություն արեցիր եւ փոխեցիր։ Ես հիշում եմ։ Ես սովորում եմ Երևանում դպրոցում, երբ որ արձակուրդներից հետո 9-րդ դասարան ավարտելուց հետո ուրեմն պետք է շարունակենք ավարտական դասարանը, արձակուրդից որ եկանք, լսեցի, որ իմ դասընկերներից մեկ անունը Ռաֆայել, ձեր քաղաքից է, ապաշխարել է, հավատում է, Աստծուն է հավատում։ Հետո նայեցի, որ այս ընկերոջ ռեժիմը, գրաֆիկ արդեն մեզանից խիստ տարբերվում է, մեզանից շուտ է արթնանում, ինձ հետաքրքրեց, այս ինչ բան է, ինչի է շուտ արթնանում, այդ հետաքրքրությունը, հետաքրքրասիրությունը իզնից չէր սիրելներ, դա Աստծո մեղումն էր, ես այդ ժամանակ չէի հասկանում, Աստծո մեղումն էր, Աստված ինձ գտնում էր, փնտրում էր, եւ մի օր այս մեր ընկերը շորերը հակավ եւ իջավ երրորդ հարկ, որտեղ մեր դասարանն էր, ես էլ իր այդևից շորերս հակա եւ իջա դասարան, ականջներս դրած լսում էի, թե ինչ է անում, լսում էի, որ խոսում էր, մեկ ետ խոսում էր, դուրը թագեցի, դուրը բացեց, ասի ստեղով կա, ասեց մենակ ես եմ, ես իրան չհավատացի, հետո հասկացա, որ իջնում էր աղոտ կանելու, նայեցի սեղանների տակը, պահարանի, ետևը մարդ չկար, եւ դուրսներ արև էր, թե ինքներ լեզվիչ շատ ճարտար է, կանգնեց լուսամուտի դիմաց, ձեռքերը պարզեց, ասեց, դուրսը արև է, իսկ Սամվելի սրտում խավար է, եւ վկայեց Տիրոջ մասին, հետո սկսեցի մտածել, գուցե Աստված կա, բայց ես իրան չգիտեմ, եթե ես իրան չգիտեմ, սա չի նշանակում, որ ինքը չկա, բայց եթե իմանամ ինքը կա, ես իրան կտրվեմ, մտքերի մեջ էի, փնտրտուքների մեջ էի, թե ասեք ունեի ծրագրեր, ես իմ ավարտել դպրոցը, ավարտել համալսարանը, ասպիրանտուրա, ինչ-որ գիտական աստիճաններ եւ այլն, արդեն այդ բոլորը իմ աչքին չէր երևում, մտքերի մեջ է եւ 68 թվականի մարտի 5-ին մոտեցա հարևան դասարանից, ուրեմն հրատ եղբորենց, իրանց դասարանից մեկին Ղարաբաղի Մարտակերտի շրջանի մեջ են ճուղից էր, որ ապաշխարել էր Տիրոջն էր դարձել, իմ հարցերով իրան դիմեցի, եւ իրան խոսելու ժամանակ այսօրվա պես հիշում եմ,
Կարծես երկնքից մի ձեռք իջավ իմ վրա եւ իմ մտքի վրայից մի վարակույր մի սև քող ենկոմ քաշեց։ Կարծես մինչև այդ բանը ես կույր էի եւ արդեն տեսնում էի։ Եվ ավելին այդ գիշեր Աստված ինձ այցելեց։ Իմ այդ զգացում եղավ, ինչպես որ հիվանդը դրված է օպերացիայի սեղանին ու բժիշկը անում է գործողություն, ինձ թվաց Աստված իմ ներսի հետ արեց մի գործողություն։ Նախ մինչև այդ ես 3 տարի անքնությամբ եմ տարապել, այդ օրվանից իմ անքնությունը անցավ եւ մինչև հիմա շատ հանգիստ քնում եմ, խորը քնում եմ, Աստծուն փառք։ Եվ երբ որ օրը սկսվեց, ինչպես նախորդ օրերը, ասենք ընկերներով, ասենք մոտենում ենք, ասենք իրար հետ հանակ ենք անում, բոքսում ենք, վիզ ենք կամում։ Իմ ընկերները մոտենում էին, իմ դասընկերները բոքսում էին, վիզս կամում էին։ Եթե մի օր առաջներ նույնը ես էի անելու, գումարած նաև հայոյանքներ, բայց ապշում էի, զարմանում էի, իմ հետ ինչ է կատարվել, ոչ թե ինձ զսպում էի, որ հանկարծ հայոյանք չանեմ, չխփեմ, այլ ի վիճակի չէի։ Եվ ես ապշած էի, իմ հետ ինչ է կատարվել։ Եվ դա Աստծո շնորհն է, սիրելիներ, ես այդտեղ մաս ու բաժին չունեմ։ Դրա համար Երեմիայի մարգարեության 30 գլխի 21 խոսքում ասում է, Երեմիայի 30-ի 21 երկրորդ մասում, ես նրան ինձ կմոտեցնեմ, եւ նա ինձ կմոտենա, որտեղ ով է որ վստահանա, որ իր սրտով ինձ կմոտենա։ Մարդը այնքան պիղծ է, որ իր մեջ Աստծուն գտնելու, Աստծուն փնտրելու կարիք չկա։ Դա սուտ է, դա սուտ է։ Եթե մեկը ասում է, որ սկսեց է Աստծուն փնտրել, եթե սկսել է Աստված իրան անհանգստացրել, այդպիսի բան չկա, դա հեքիաթ է։ Աստված է աշխատանք տանում մեր հետ։ Սաղմոսներում գրված է, ամենը խոտորվեցին, անպիտան եղան, մեկը չկա, որ Աստծուն խնդրի, մեկը չկա։ Ամենքս ոչխարների պես մոլորվեցին, յուրաքանչյուրը իր ճանապարհին տարավ։ Մարդը պիղծ է իր ամբողջ էությամբ, պղծված է իր շնչով, իր կամքով, իր մտքով, իր ամբողջ էությամբ, մարդու մեջ Աստծու ներտալու փափակ չկա։ Աստված է այցելում, Աստված է մարդու հետ աշխատանք տանում, որ մարդը իրան փնտրի, իրան դառնա, իրան կանչի։ Եվ սա Աստծո սերն, Աստծո ողորմությունն է։ Աստծուն փառք իր անսահման սիրո համար։ Այո, սիրելիներ, Աստծո հավիտենական նպատակը դա էր, որպեսզի մենք լինենք իր զավակները, որպեսզի Աստված հայտնվեր որպես մեր հայր, եւ դրա համար Տեր Հիսուսը իր աղոթքում հետևյալ խոսքեր ասեց, որ գրված է Մատթեոսի ավետարանի գլուխ 11 25 խոսքից։ Այն ժամանակ Հիսուսը պատասխան տվավ ու ասեց. «Գոհանում եմ քեզանից, ով հայր, երկնքի եւ երկրի Տեր, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր եւ երեխաներին հայտնեցիր։ Այո, ով հայր, որտեղ այսպես հաջող եղավ քո առաջին։ Ամեն բանից տրվեցի մորից, եւ ոչ ով չի ճանաչում որդուն, բայց միայն հայրը, եւ ոչ ով չի ճանաչում հորը, բայց միայն որդին, եւ ում որդին կամենա հայտնել։ Եվ ում որդին կամենա հայտնել։ Որդու հայտնությունը նաեւ հոր հայտնությունն է։ Եվ դրա համար Տեր Հիսուսը Փիլիպոսին ասեց. «Այսքան ժամանակ ես ձեզ հետ եմ, ինչպես եք ասում, որ հայրը ցույց տուր մեզ, չեք հավատում, թե ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ է։ Նա որ ինձ տեսավ, հորը տեսավ»։ Եվ վերջում սիրելի եղբայրներ, եզրափակման մեջ սա ուզում ասել. հավիտեններից առաջ, աշխարհի արարումից առաջ նախասահմանված էր, որոշված էր, որ Հիսուս Քրիստոսով մենք պետք է լինենք Աստծո զավակներ, Աստծո ժառանգներ, հավիտյան Աստծո հետ պետք է լինենք, եւ հավիտենության մեջ նորից կենտրոնը լինելու է Քրիստոսը։ Հավիտենության մեջ կենտրոնը նորից լինելու է մորթված կառը։ Տեր Հիսուսը խաչվեց, մեռավ, հարություն արավ իր վերքերով, համբարձվեց, երկինք բարձրացավ, որ աշխոմն է որպես մեր բարեխոս եւ քահանապետ իր վերքերով, եւ երկնքում մենք իրան պետք է տեսնենք ոչ միայն
Ուդայի ցեղից արյուծ, որ հաղթող է, այլ նաև մորթված կար։ Եվ իր լիությունից շնորհք ենք առնելու շնորհքի վրա։ Եվ դրա համար ուզում եի հիշեցնել Պետրոս առաքյալի խոսքերը, որ իր առաջի թղթում է գրում, գիտենալով, որ հայրերից ավանդված ունայն վարմունքներից փրկվեցիք ոչ թե աբագանացու արծաթով կամ ոսկով, այլ Քրիստոսի պատվական արյունով, անբիծ եւ անարատ մի կարի, որ որոշված էր աշխարհի ստեղծելուց առաջ։ Որ որոշված էր աշխարհի ստեղծելուց առաջ։ Հայրենության գրքում լսում ենք, Հայրենության գրքի 5-րդ գլխում գրված է. Հայրենության գրքի 5-րդ գլուխ համար 5-ից եւ երեսներից մեկը ասեց ինձ. լաց մի լինիր, ահա հաղթեց արյուծը, որ Ուդայի ցեղիցն է, Դավիթի արմատը, որ գիրկը բանա եւ նրա 7 կնիկները լուծե։ Եվ տեսա, եւ ահա այն աթոռի մեջ եւ 4 կենտանների մեջ եւ երեսների մեջ մի կար կանգնած մորթվածի նման, որ 7 եղջյուր ուներ եւ 7 աչք, որ Աստծո 7 հոգիքն են, որ ուղարկում են բոլոր երկիր։ Եվ նա եկավ եւ գիրկը արավ աթոռի վրա նստողի ձեռքից, եւ երբ որ գիրկը արավ, 4 կենտանները եւ 24 երեսները ընկնում էին գարի առաջին, ամեն մեկ ունեին քնարներ եւ ոսկի բուրվարներ խնկով լիքը, որ սուրբերի աղոթն է, եւ նոր երկ են երկում եւ ասում. արժանի ես առնելու այդ գիրկը եւ դրա կնիկները բանալու, որովհետեւ մորթվեցիր եւ քարյունով մեզ գնեցիր Աստծո համար ամեն ցեղից եւ լեզվից եւ ժողովրդից եւ ազգից։ Այստեղ տեսնում ենք երկնքում սուրբերը Հիսուսին տեսնում էին մորթված կար եւ իրան երգում էին, գովերգում են։ Ես հիշում եմ, որ Վիկտոր Բերիխ եղբայրը ասում էր. եթե օրհնության, գովության ու փառաբանության երգը ստեղ չենք երգում, այնտեղ չենք կարող երգել։ Ստեղից է սկսվում։ Այսինքն ստեղից է սկսվում, որ մենք Տիրոջը պետք է ճանաչենք, իր սերը եւ դրանով ուրախանանք։ Եվ վերջին խոսքը Հայրենության գրքի 13:8-ը նույնպես սիրելիներ, հավիտենության մեջ էլի կենտրոնը մորթված կառն է։ Հայրենություն 13:8-ը եւ կերկրպակեն նրան, այսինքն ներին, Հակաքրիստոսին, երկրի վրա բոլոր բնակողները, որոնց անունները գրված չեն գարի կյանքի գրքի մեջ, որ աշխարհի սկզբից հետո մորթված է։ Աշխարհի սկզբից հետո մորթված է։ Աշխարհի սկզբից հավիտեններից առաջ նախասահմանված էր, որ Քրիստոս պետք է մորթվի, որպեսզի Աստված ունենա մեծ ընտանիք շատ զավակներով, որոնք կերպարանակից են իր որդու Հիսուս Քրիստոսին։ Եվ դա մորթվածները հավիտենության մեջ շարունակվելու է։ Աստված թող օրհնի սիրելիներ։ Մեր հոգևոր վիճակը, մեր հոգևոր հասակը սրանից է կախված, որ չափ է մեզ բացված Քրիստոս։ Աստված մեր համար ամեն բան է արել։ Եվ այդտեղ իր սերն է, իր ողորմությունն է։ Աղոթքով խոնարհվենք իր առջև, Աստված օրհնի, աճենք Տիրոջի ճանաչելու մեջ։